Զիբիլ, 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 զիբիլ։ Ուսպես ամեն տեղ Հայաստանի ցանկացած վայրում մենք ամեն օր ագանատես կեղնենք, թե ինչ մեզի շրջապատող մարդիկ կաղդոդեն մեր երկիրը։ Ինչն է խնդիրը, չի ենք մենք սպես անհարգալից ու անտարբեր մեր երկրի մաքրության հարցում։ Ճիշտ նորսեմ ես էլ եմ մեկ-մեկ խոզություններ եմ, մինչև որ չեմ ստացել մեծական ապտակ վզիս։ Ռուսերեն լավ կհնչեն, պատզատիլնիկ։ Ուրեմն 8-րդ 9-րդ դասարան եմ, բաբայիս ու հորքուրիս Լալայի հետ Երևանից հետ կուկանք Լեննագան ու դե իհարկե կանգնանք ու ջանոր խորոված քաբաբով պրտուժներ արում։ Պրտուժներս կերա, թանես խմի, բերանս սրբի, սաղ զիբիլը տարի մետոբրագի մեջ ու լուսամուտի դուշ շպրի։ Ու հենց քծելու պահին հորքուրս վազիս մի ադամանբեշ ճատացեց որ տեղիցս վեր թարը։ Բայց ոչ թե հարվածի ֆիզիկական ծառայությունից, այլ այն պատճառով, որ իմ ինտելիգենտ կարտացած հորքուրից ըստպես բան չէի սպասել։ Նրանից հետո ես կյանքում էլ երբեք իմ շուջ բոլորս չեմ կեղդոդել, աղբ չեմ թափել չնախատեսված տեղերում։ Ես բռնությանը դեմ եմ, բայց իմ ու ձեր երկիրը ամեն օր կեղդոդող մարդկանց կպակսի նմանատիպ վզի ապտակ։ Ինքը կարող է լինել ապտակի կամ խոսքի տեսքով, ըստ ցանկության ու հնարավորության, բայց կարևորը մեծ մարդկանց կողմից, որոնց ապտակը կամ խոսքը արժեք ունի։ Իշխոր իմ համար իմ հորքուրիս ապտակը ունեցավ ճակատագրական նշանակություն։ Մի կեղդոդեք ձեր շուրջ բոլորը, վերջիվերջո հենց դուք ու ձեր հարազատներն էլ աղբի մեջ ապրող։ Եկեք մաքրության մեջ ապրենք։